Պարոն Արշակյան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Հայաստան եւ Ադրբեջան է այցելելու, եւ հանդիպում է ունենալու տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, բացի պաշտոնական հանդիպումները, սա ինչ է տալու Հայաստանին, ինչ խնդիրներ են ԱՄՆ փոխնախագահի այցով լուծվելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար է նախ առաջ ինչ որ խնդիր լուծվելու, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները գույքագրում են կատարում իրենց նոր ազդեցության գոտի որպես գրաված տարածքում, տարածաշրջանում իրենք գույքագրում են կատարում, եկել են տեսնել իրենց նոր կալվածքներում ինչ կա, ինչ չկա։ Բայց դա նաև պետք է օրինակ կողմերի համար, չէ՞, մասնավորապես այս դեպքում էս հետաքրքրում է Հայաստանի համար ինչ շահավետ որոշումներ, գործընթացներ կլինեն այս այցով, թե միայն Ամերիկայի համար է դա լավ լինելու։ Ամերիկացիների համար արդեն լավ է, որովհետև իրենք ամրապնդվեցին այս տարածքում։ Այս տարածաշրջանը ոչ մի անգամ էլ չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության գոտին կամ պատասխանատվության գոտին։ Հիմա իրենք դա վերցրեցին որպես անվտանգության գոտի, որպես ֆորպոստ, որպես ազդեցության գոտի, որպես հենակետ, իրենք դա վերցրեցին ռուսներից։ Մենք Ամերիկայի ֆորպոստն ենք, Հայաստանը նկատի ունեմ։ Դրանից առաջ Ռուսաստանի ֆորպոստն ենք, հիմա ռուսները դա զիջել են Ամերիկային, ամերիկացիները գալիս են տեսչական այցելություն է, գալիս է ամրապնդելու, հաստատելու, ներկայանալու, մենք էլ պետք է իրեն ներկայանանք։ Լավ է, որ դատարկ ձեռով չի գալիս, նվերներ է բերում մեզ, նվերներ, ատոմակայան, ուղեղային կենտրոն, ենթակառուցվածքներ, անվտանգության երաշխիքներ, մեզ դա է բերում, մենք դրան համաձայն ենք, մենք դա մի 100 տարի առաջ խնդրել ենք, չի ստացվել, Ուդրովիրսյանի օրոք մենք խնդրել ենք, որ ամերիկացիները գան, մանդատը, այդպես էր կոչվում, Հայաստանի մանդատը վերցնեն, որ ամերիկացիները դառնան Հայաստանի անվտանգության երաշխավորը, որ Հայաստանում անեն այն, ինչ որ իրենց կարծիքով Հայաստանի շահերից է բխում եւ իրենց շահերից։ Մենք դա արել ենք 100 տարի առաջ, չի ստացվել, հիմա ստացվել է։ Գալիս են տնօրինելու, նոր տարածքներ են, այդ մակարդակով դա բավական բարձր մակարդակ է, շատ բարձր մակարդակ է։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո օգոստոսի 8-ին մենք տեղափոխվեցինք Ռուսաստանի ազդեցության տարածքից, Ռուսաստանի ֆորպոստից տեղափոխվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության տարածք, պատասխանատվության տարածք եւ ֆորպոստ։ Հիմա Ամերիկայի ամենաբարձր պաշտոնյան տեղակալը նախագահի գալիս է շրջելու, ստուգելու, ծանոթանալու։ Պարզապես Ռուսաստանի ազդեցությունը ինչպես է թույլատրել էներգետիկ առումով ենք կախվածությունը քչացրել Ռուսաստանից ապրանքների արտահանման, հապկից ենք դուրս եկել, ԼԻԱՏՄ-ի հետ է ԼԻԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսվել, ռուս սահմանապաններն են հեռացել, 102-րդ ռազմաբազան է հանվել, երկաթուղին ենք հետ վերցրել կառավարումը Ռուսաստանից։ Ինչ առումով եք դուք այս ամենի ֆոնին կարծում, որ ռուսական ազդեցությունը թուլացել է եւ մի բան էլ ամերիկյանն է եկել։ Ձեր ասած այդ ցանկը որ տվեցիք, ըստ անհրաժեշտության դրանք կփոխվեն։ Եթե դրա կարիքը լինի։ Այսինքն վճռներ կայացնելու իրավունքից է զրկվել Ռուսաստանը։ Սրանից մի քանի օր առաջ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը ասել ձեռքը խփեց սեղանին, ասաց որ ինձ կոռեկտ հարցեր տվեք անդաստիրակներ։ Այդպեսի բան անակնկալ էր։ Ձեռքը խփեց սեղանին։ Ասաց որ Լավրովի թե Մատվիենկոյի հետ քննարկման ժամանակ։ Ընդհանրապես բանին Լենինի դամբարանի պատերին, ոնց ուզում եք հաշվեք։ Ասաց որ ինձ կոռեկտ հարցեր տվեք։ Ես դաստիարակված մարդ եմ, ձեր անդաստիրակ հարցերին չեմ պատասխանի։ Խոսքով ես կարծում եմ որ արդեն պարզ է որ այլ հարաբերություն, այլ կարգավիճակ ունի Հայաստանը Մոսկվայում։ Միայն որ
ադաբրյամս դրանից հետո հանկարծ մարդն ասում է, որ մենք ձեզ չենք ծառայում, ձեր շահերը չենք սպասարկում, մենք սպասարկելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը։ Այդ համարձակությունը, այդ ինքնավստահությունը գալիս էր հենց օգոստոսի 8-ի հուշագրից հետո։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ունի այլ կարգավիճակ։ Հիմա ասեց այդ մենք թղթերը, որ մենք բաներ ենք պայմանավորվել, այդ թղթերը մեզ չեն խանգարում։ Թղթեր կան, չէ՞, պայմանավորվածությունների վերաբերյալ ՕԴԿԲ-ի, սահմանների, երկաթուղի, գազամուղի։ Ալենսիմովն ասաց, դրանք մեզ չեն խանգարում, հենց որ խանգարեն կփոխենք։ Հենց որ խանգարի որևէ բան կփոխենք։ Դե հապկից էս քանի տարի է սարեցրել են, ինչ են արել։ Բա եթե փոխողեն, թող բան անեն, փոխեն հապկին անդամակցությունը։ Ես գիտեք, մտածում եմ, որ հարկավոր է այդտեղ շիտակ դենացել, որ փոխում ենք ամեն ինչ։ Եվ մենք հանձնաժողով ենք ստեղծում ազգային ժողովից դուրս։ Այ հանձնաժողովը է ստուգում, դրա նախաօրինակը, որպես ռուսները հասնեն շախրայի հանձնաժողովի նման մի հանձնաժողով, որ պետք է գնահատական տա ռուսական 200 տարվա։ Պարոն Աշակյան, երբ դուք ասում եք, որ Ռուսաստանը այստեղ վճիրներ, որոշումներ կայացնելու հնարավորությունից է ձեռքում, բայց մենք դրան զուգահեռ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը նրանց հրավիրում է երկաթուղում ներդրումներ անել, ապահովել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան այդ կապի համար ենթակառուցվածքների վերանորոգումը, եւս մեկ լծակ է Ռուսաստանը ստանում։ Սա է Ռուսաստանի որոշում կայացնելու հնարավորությունից զրկելը։ Ընդհակառակը, լծակը մենք ենք ստացել։ Մենք ասում ենք, դա գիտեք ինչ է նշանակում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ամերիկացիները այստեղ ծրագրեր ունեն, եկեք դուք ճանապարհը սարքեք, որ ամերիկացիները փող աշխատեն։ Դա իմաստը դա է։ Բայց կախվածությունը Ռուսաստանից եւս մի բանով չի ավելանում։ Ո՞նց ավելանում, մենք այդ բոլորը 100%-ով տվել ենք Ռուսաստանին։ Կրմացնում է էլի Նիկոլ Փաշինյանը ռուսներին ամերիկացիների հետ։ Կարծում եմ դա է նշանակում։ Ռուսները պետք է գան այստեղ երկաթուղին վերանորոգեն, ամերիկյան ստանդարտներով սարքեն, տան ամերիկացիներ, որ բեռնաշրջանառություն ապահովեն մրցակից Ռուսաստանին, որտեղ այդ բեռնաշրջանառությունը Միջին Ասիայից Ռուսաստանով է գնում Եվրոպա եւ աշխարհ։ Հիմա ամերիկացիները Ռուսաստանին մրցակից ճանապարհ են սարքել եւ ռուսերեն ասում են եկեք ճանապարհը դուք սարքեք։ Ձեզ խանգարող ճանապարհը դուք սարքեք։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է չգա, պետք է խռովի նրանը, որովհետեւ դրական ազդակներ կան, որ գալու են։ Ինչեր կան։ Դրական ազդակներ է Նիկոլ Փաշինյանը նկատել։ Պատկերացրեք ինչքան է խեղճացել Ռուսաստանը, որ գալու է ակնհայտորեն Ռուսաստանի համար անցանկալի ճանապարհ այդ բեռները, դրանք միլիարդավոր դոլարների շահույթ էին բերում Ռուսաստանին։ Հիմա այնտեղով չեն անցնելու, գալու են այստեղով անցնեն դեպի Վիչեգրական ծով։ Ռուսները պետք է գան սարքեն, այ ոնց որ կոնտրիբուցիայի ռազմատուգանք։ Եկեք սարքեք։ Ես կարծում եմ, որ իմաստը դա է, մանավանդ եթե դրական կա։ Դրական ազդակներ, որ կգան կսարքեն, գազաբուղել կանցկացնեն, Ամերիկային նվեր են տալիս էլի։ Դες համատեքստում ասում են այ որ Թրամփը իշխանությունից գնա ինչ է լինելու իր անվամբ ճանապարհը, իր որոշումները։ Թող փոխեն ուրիշ անուն դնեն, բայց ամերիկացիները եկել են արդեն։ Նրանք որ գալիս են, նրանց այդ ճանապարհը պետք է։ Նրանց ճանապարհն է պետք։ Միջին Ասիայից կամ Կենտրոնական Ասիայից բեռները ուզում են տեղափոխել այդ տեղով։ Ավելի կարճ ճանապարհ է եւ ավելի ապահով ըստ ամերիկացիների։ Նրանց այդ ճանապարհը պետք է։ Իրենք կգնան, բայց ճանապարհը հոհետները չեն տանելու։ Ով էլ որ լինի, այդ ճանապարհը պետք է աշխատի։ Ոնց որ Ամերիկայում իսկապես ռոտացիա լինում է, իշխանափոխություն լինում է, մենք դա գիտենք։ Բարբերաբար Ամերիկայում նախագահները փոխվում են, իշխանությունը փոխվում է, բայց Ամերիկան չի փոխվում իր ծրագրերով, իր նպատակներով, իր ձգտումներով, իր կենցաղով,
Այդ ճանապարհը Հայաստանի համար դրական թե բացասական է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը դա համարում է սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Թրիփը։ Եթե Եվտուշենկոն կոլխոզներին դեմ է, ես ուրեմն կոլխոզներին կողմ եմ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը մի բանի դեմ է, ուրեմն ես դա հակառակ կարծիքը ունեմ։ Չգիտեմ ինչ է ինքը ասել, եթե ինքը ասել է այո, ես ասում եմ ոչ։ Դա մեկ։ Թող լավ բան է Դա ասել։ մեկ։ Այ ասում եմ, եթե ինքն է ասել, ուրեմն ես դրան դեմ եմ։ Բայց եթե լավ բան է Չի ասել, կարող նա լավ բան Ինչու՞։ ասել։ Չի կարողանում մարդը ուրիշ նկարագիր ունի, ուրիշ ծագում ունի, ուրիշ ծրագրեր ունի։ Մինչև հիմա ինքը լավ բան չի արել։ Հետ 70 տարեկանում սկսեց լավ բան անել։ Չնայած ասում են Սավողն ու Պողոսն էլ են ինչ որ բաներ արել։ դե գիրք է գրել, գրել Բայց գրել լավ բան է, թեր ծառը փչացրել էլի։ Դա լավ բան է, էկոլոգիական վնաս է։ Նա ինչ պետք է գրած լինի։ Նո կարդալը ուրիշ բան է, եթե ասե գիրք է կարդում, կասե հա թող կարդա։ Այդ ճանապարհը Հայաստանը չի ընտրել։ Ճանապարհի խնդիրը Հայաստանը չի բարձրացրել, ճանապարհի խնդիրը բարձրացրել է մի անգամ Ռուսաստանը նոյեմբերի 9-ին։ Եվ դա խողվել է։ Էմիջալուց նոյեմբերի այդ 9-րդ կետն էր։ 8-րդ կետով Ռուսաստանը պարտավորվել էր այդ թղթով ապահովել մարդկանց փոխանակում բոլոր տեսակի ռազմագերիներ, պահվածներ, հափշտակվածներ, մոլորվածներ, անհայտ կորածներ, այդ փոխանակման խնդիրը կար։ Այսօր դատաբարությունը գնում է մերոնց դատում են այնտեղ։ Ռուսաստանը չի կարողանում իր պարտավորությունները կատարել։ Ճիշտ մի ձևով Ռուսաստանից ուղղակի վերցրեցին նոյեմբերի 9-ը, այսինքն Ռուսաստանին վռնդեցին, վտարեցին ամերիկացիները այստեղից։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը համաձայն է, թե համաձայն չի։ Նրանով է հարցնում, հարցրել են իրեն։ Այսինքն Տրամպը հարցրել է կամ Պուտինը հարցրել է Ռոբերտին տամ, թե չտամ։ Դա խոսում է էլի։ Եվ վերադառնալով Ալեն Սիմոնյանի Ռուսաստան այցին, Լավրովը այդ հանդիպման ժամանակ մի այսպիսի միտք է արտահայտում մեջ բերեմ, Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են։ Լավրովն ասում է տարօրինակ բաներ եք խոսում, այդ ինչ եք ասում, որ մենք ձեր ժողովրդավարությանն ենք սպառնում, կմիջամտենք ընտրություններին, հիբրիդային պատերազմ ենք ձեր դեմ վարում, տարօրինակ է ասում է։ Նշանակում է Լավրովը տեղյակ չի իր տեղակալները, իր խոսնակը ինչեր են ասում։ Նա ուղղակի պաշտոնին չի համապատասխանում։ Իր խոսնակը Մարիա Զախարովա մենք են ասում, որ այն աղջիկը, այն ռուս աղջիկը։ Որ մենք ասում ենք այն ռուս աղջիկը, դա Լավրովի խոսնակն է։ Այն որ մեզ հայհոյում է, սպառնում է, տեղակալները որ սպառնում են, որ սանկցիաներ կկիրառենք, դա ձեր համար լավ չի վերջանա։ Նախ դա սխալ է, որ մեզ են հասցեագրում, դա պետք է հասցեագրեն Ամերիկային։ Մենք չենք անում։ Այդ ճանապարհը մենք չենք սարքում, ամերիկացիներն են սարքում։ Ուրեմն մեզ ինչ եք ասում, ամերիկացիներին ասեք, որ լավ չի լինի։ Ինչ կանեք Ամերիկային, ինչ կարող է անել Ռուսաստանը Ամերիկային, որ սարքեն, եկել են արդեն սարքում են էլի։ Ես կարծում եմ, որ Լավրովը չի համապատասխանում իր պաշտոնին, իր բանին ազգանունին էլ չի համապատասխանում։ Նա մոլորեցնում է ռուս ժողովրդին, նրա ազգանունը իրականում Լավրով չի, նա ծպտված է, թաքնված է, նրա ազգանունը ուրիշ է, նրա ծնողները ռուս չեն, նա թաքնված է, բանը։ Դուք եք հավատում, որ նա հայ է։ Չէ, հայ լինելը այլ բան է։ Հայ լինելը հո միայն սպերմատոզոիդով անալիզով չի որոշվում, հոր։ Լավ, արեք Լավրովի գեները մի կողմ թողնենք։ Լրիվ մի կողմ, ընդհանրապես։ Հա, դուք դե որ ասում եք նա տեղյակ չի Զախարովան ինչ է ասում, իր տեղակալներին ինչ են ասում։ Դուք կարծում եք, որ առանց Լավրովի իմացության են նրանք այդ սպառնալիքները, ձեր նշած սպառնալիքները հնչեցնում Հայաստանի ու հայերի մասին։ Փաստորեն այդպես է ստացվում, եթե դուք նոր մեջբերում արեցիք։ Այդ մեջբերումի հեղինակը
ուրեմն իր ենթակաների կարծիքը չգիտի, ընդհանրապես ինքը չպետք է իմանա ենթակաների կարծիքը, ենթակաները պետք է իր կարծիքը իմանան։ Ճիշտը դա է, երբ որ ենթակաները տիրաժի են ենթարկում ղեկավարի կարծիքը, ղեկավարն էլ իր ղեկավարի կարծիքը, ես կարծում եմ, որ այդ ուղղահայացը ենթակայության վերևից ներքև, ուրեմն Ռուսաստանը մեր մասին կարծիք ունի, այդ կարծիքը հնչում է պետական այրերի կողմից և տիկնոջ, հիմա Լավրովը ինձ ինչի տեղ է դրել, ինչ եք ուզում ասել, դուք պայմանավորվեք իրար հետ, մենք Ալեն Սիմոնը պիտի ասել, գնացեք պայմանավորվեք, 5 րոպե բան ենք վերցնում, time out, stop տվեք, գնացեք մի հատ խոսի, նախ այդտեղ նստած կլինեին, այդ հանդիպման ժամանակ դրանք այդտեղ են եղել, Ալենը պիտի ասել, ասեք ձեր շեֆին, բացատրեք դուք ինչեր եք խոսում, և հիբրիդային սպառնալիք է եղել, այսինքն կա այդ սպառնալիքը, այդ սպառնալիքը Ռուսաստանի քաղաքացիների ներկայությունն է Հայաստանում, Ռուսաստանում հակահայկական, հակապետական հանրահավաքները, հայտարարությունները, հանրային, էթնիկ հայերին քշում բերում են ինչ-որ տեղ, Ռուսաստանում ընդհանրապես այդ SVO-ի պատճառով օրենքով արգելված են հանրային միջոցառումները բողոքի, ակցիաները արգելված են, ոնց եղավ, որ հայերին թույլատրվեց, նշանակում պետությունն է կազմակերպել, եթե պետությունը արգելում է ինչ-որ մի բան, ուրեմն դա արգելված է, բայց եթե դա ինչ-որ բան արվում է, նշանակում է պետության թույլտվությամբ է, իշխանությունը թույլ է տալիս այնտեղ կրոնական կազմակերպությունների կազմակերպել հանրային միջոցառումներ։ Դրա համար ասում եմ, Ալեն Սիմոնյան պետք է ասել, դուք տեղյակ եք, որ ձեր երկրում այսպիսի բաներ են լինում, մեր երկրի դեմ, մեր բարեկամության դեմ, մեր եղբայրության դեմ, մեր համագործակցության դեմ, ձեր տեղակալները, քաղաքական գործիչները, քարոզչական միջոցները հակաբարեկամական ակցիաներ են անում, դրանք հակաբարեկամական, դրանք անբարյացկամ հայտարարություններ են, անբարյացկամ գործողություններ են, դրանք վնասում են հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ պետք է Ալեն Սիմոնյանը ըստ երևույթին ասած կլինեն, դե առանձին իրենք չայ բայ կխմեն էլի։ Ես կարծում եմ, որ Բայց Ալեն Սիմոնյանը նաև հստակ չնշեց այդ հիբրիդային պատերազմի էլ ոնց նշել։ Դե չաս, դե թող հենց այդ ինչ դուք թվարկում եք, դա ասեր կամ Ես օրինակ կասեի տենց, այն Բա ինչով էր Ես ինչ որ ձեզ եմ ասում, այս նույնը ես ռուսերեն էլ կարող եմ ասել։ Ալեն Սիմոնյանի կաշտքանվածությունը ինչու է կաշտքանդված չէ, ըստ երևույթին ասել է այդ հատվածը մեզ տվեցին, խնայեցին ռուսներին։ Ռուսները իրենց խնայեցին։ Եվ ընդհանրապես այն չափով, որ եթեր դուրս եկավ Ալեն Սիմոնյանի խոսքը, դա բացառիկ բան էր, երևի 100 տարի այդպիսի բան չէր եղել, կամ 200 տարի։ Ռուսաստանում ռուսներին ասում են ոչ, մենք այլ կարծիք ունենք, ձեզ հետ համաձայն չենք, այդպիսի բաներ էր ասում, ձեր կարծիքը չեմ կիսում, մենք ձերը չենք, մենք մերն ենք, դες եք ասում, մենք ձեզ չենք սպասարկում, մենք մեր շահերն ենք սպասարկում, Հայաստանը ունի ազգային շահեր, մենք այդ շահերի սպասավորն ենք, ծառայում ենք հայրենիքին, Ռուսաստանին կամ Կորսիկային չենք ծառայում, հիմա Կորսիկա չի, չէ, դա Վաշինգտոնն է, մի ժամանակ Կորսիկա է եղել, այն Նապոլեոն Բոնապարտի ժամանակ աշխարհի կենտրոնը Կորսիկայում էր, հիմա էլ Վաշինգտոնում է, ասես որ մենք Վաշինգտոնին չենք ծառայում, ձեզ էլ չենք ծառայում, դրան շատ կոպիտ էր դա Ռուսաստանի համար, կարող է մինչև հիմա դրանց ականջները զանգում են, հարկավոր է բան անել, այնտեղ Կրեմլի բաները զանգերը երևի տալիս են, հողանջում են, անակնկալից, պատկերացնում եք Հայաստանը ինչքան համարձակ է, այդ նույնն էր, որ ասեց այդ ձեր ODKB, բան դա մեզ չի խանգարում, մենք դա բանի տեղ չենք տնում, ասացի իմաստ, այ դուք էլ նոր մի քիչ առաջ կարծեմ հարցրեցիք, չէ, թղթեր մղթեր ունենք, մենք ասել,
Ալեն Սիմոնը ասել դե գծրոցում դրած այլի մեզ չի խանգարում։ Հաշվի չեն կարող։ Դե ասած հիատամից դուրս գալու Դա պետք բան է, չունի։ չկա։ Ավելի լավ էր ասել դուրս են գալիս, դա ավելի ճիշտ կլիներ, ավելի միջպետական հարաբերություններին վայել, բայց ասես դա ով է հաշվի առնում, որ ձեր թղթերում են պետք։ Թե կաշկանդված է Հայաստանը չի կարող Ոնց է կաշկանդված, ինչ ուզում անում է էլի։ Հենա Հնդկաստանի գլխավոր շտաբի պետը եկել էր այստեղ։ ՆԱՏՕ-ի գեներալները գալիս են մեր պուլպուլակներից ջուր են խմում, նկարվում են։ ՆԱՏՕ-ի գեներալները զորավարժություններ են անցկացնում, ստանդարտներ են հարմարացնում, զորամասեր են սարքում ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Մի քանի օր առաջ ես նկարը տեսա։ Իմ հարազատներից մի քանիսը ծառայում են։ Այսինքն որոնց որ ժամկետը լրացել է ծառայում են։ Չափածները ասում են, որ դժվարացել է ծառայելը։ ՆԱՏՕ-ի ստանդարտներով են ծառայում։ Հայաստանում ՆԱՏՕ-ի ստանդարտներով են Դե ծառայում։ հիմա սկսել են մերոնք։ Կարող է հատուկ են անում, որ ես ձեր ասեմ։ Դրա համար ես էլ հակադարձում եմ հարց առաջանում ՆԱՏՕ-ի ստանդարտներով են Հայաստանում ծառայում։ Սկսել են, ես չասեցի, որ մեր ավիակիրը հիմա գետառով։ Ուղղակի այդտեղ միջանձնային հարաբերությունները դեռ քաղաքակիրթ, Սևանում Սուզանավեր ունենք ՆԱՏՕ-ի, չէ։ բայց միջանձնային հարաբերությունները դեռ չի կարողանում Պապիկյանի ղեկավարած կառույցը կազմակերպի։ Հիմա տեղեկություն տարածվեց, որ Նուբարաշենի զորամասում ծեծել են պայմանագրային զինծառայողին։ Ես խայտարակություն եմ, ես հատուկ կարծիք ունեմ Պապիկյանի մասին եւ իր տեղակալների մասին, բայց ընտրություններից առաջ թույլ տվեք լռեմ։ Դեռ ընտրությունն 6 ամիս կա, պետք է 6 ամիս լռեք։ Արդեն բանը կտրել են, ժապավենը կտրեցին։ Վագը Խաչատրյանն ասաց, որ ստարտ Վասկով առաջ ընտրաշավը սկսվել է։ Եվ արդեն հիմնական խաղացողները հայտնի են, իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ Քոչարյանը, Կարապետյանը, Սերժ Սարգսյանը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը, Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը կմասնակցի, Ծառուկյանը կմասնակցի, ինչպիսի ընտրապայքար եք ակնկալում։ Ես անհետաքրքիր, ասեմ որ անհետաքրքիր, որտեղ մրցակցային չի լինելու, բայց սա սեղանին կա եվրոպական ուղղությունը, հնգյակը, այդպես ասենք, հա, Եվրաքվեի հնգյակը, քաղաքական կազմակերպություններ, որոնք որ հայտարարել են, որ դիմում են Եվրոմիությանը, Եվրոմիություն ընդունվելու համար։ Պարոն Աշակյան, երևի դուք տեղյակ չեք, բայց այդ հնգյակը վաղուց չի գործում։ Չէ, ես ոչ եմ ասում ձեռի տված։ Ես դա չասեցի, որ շարք կանգնած։ Նրանք շարք չեն կանգնել, ոչ էլ տողան են կանգնել, բայց ես ասում եմ, որ 5 քաղաքական ուժ անուններ ասեմ, կարելի է։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիրը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետություն կուսակցությունը, Եվրոպական կուսակցությունը եւ ազատ քաղաքացիները Հովսեփ Խուրշուդյանի ղեկավարությամբ, այդ թվում իմ նման ազատ քաղաքացիներ, որ միացել են այդ շարժմանը, նրանք երկիրը իրենց ծրագրերով, իրենց գործողություններով տանում են դեպի Եվրոպա։ Եվրոպային հրավիրում են Հայաստան։ Եվ կան ուժեր, որոնք որ դեմ են եվրոպական ուղղությանը, եվրոպական զարգացմանը, Եվրոպայի ներկայությանը, դեմ են Եվրոպայի ներկայությանը եւ իրենք էլ չեն ուզում գնալ Եվրոպա։ Նրանք ուզում են գնալ Եվրազիական միություն, SSR, նրանք ուզում են գնալ SNG, Մաքսային միություն։ Այդպիսի ուժեր կան։ Հիմա ձեր ասացից, դուք ում որ ասացիք, այդ 5-ը առանձնացնում եմ ես աջ ձեռքով, աջ կողմում, ինձ համար ջրբաժան կա, պատնեշ կա, բարիկադ կա, ես այդպես եմ ընկալում, աջ կողմում կանգնած են դեպի Եվրոմիություն, դեպի արևմուտք գնացող ուժերը, նրանք քաղաքական շարժում են, սկսել դեպի Եվրոպա, դեպի արևմուտք, Ամերիկային ու Կանադային էլ եմ էլի կցում արևմուտք ասելով։ Եվ կան ուժեր, որոնք որ Հայաստանը տանում են դեպի SSR, SNG,
այդ բոլորը ODKB եւ այլն։ Հիմա նրանց մեջ է գնալու պայքարը։ Ու իրենք էլ դա հայտարարում են, այսինքն բաց է թափանցիկություն։ Ես դրա համար եմ ասում, որ մրցակցություն չի լինելու։ Ես կարծում եմ, որ մրցակցությունը պետք է լիներ այս 5-ի մեջ։ Նրանք պետք է մրցեին, որտեղ մյուսները պետք է բանտում հայտնվեին։ Նրանք պետք է իրավունք չունենային։ Այն նրանք, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունը ուզում են զրկել անկախությունից, ժողովրդավարությունից, նրանք իրավունք չպետք է ունենային։ Հիմա բայց այն ընդդիմադիր ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի կամ առավել շատ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հնարավորություններն ավելի շատ են, քան ձեր թվարկած այդ արևմտամետ դիրքորոշում ունեցողների։ Այդ դա կոչվում է հիբրիդային։ Այո, դա խայտարակություն է։ Աներևակայել անհեթեթություն է։ Երբ որ ուժեր, որոնք որ դեմ են պետությանը, պետության գոյությանը որպես անկախ պետություն, նրանք դեմ են անկախությանը, նրանք քվեարկել են պրովինցիայի համար, նրանք Հայաստանի անկախությանը դեմ քվեարկել են այդ սեպտեմբերի 3-ը 13 թվականի եւ հետո էլ ազգային ժողովը։ Լավ, հիմա դուք ինչպես է, ինչ բան եք ակնկալում, ինչ մրցակցություն։ Ավարտեն միտքս։ Դուք ուղղակի հանրաքվեի բանն եք, օրինակն եք ձերում։ Չէ, հանրաքվե չեմ գնա միջև։ Հանրաքվեից հետո։ Հիատում ասեք լավ։ Ուրիշ հարց էլ տակ էլի դա եմ ասելու։ Ձեր շահից բխում է, որ ես ավարտեմ միտքս։ Ուրեմն կան ուժեր, որոնք որ հայկական պետության գոյությանը դեմ են։ Դրա օգտին քվեարկել են։ Նրանք պետք է Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունենան ամենակիչը, իսկ արդարացիորեն պետք է նրանք բանտում լինեն։ Այդ ում մասին որ մենք խոսում ենք, նրանք բոլորը ովքեր որ դեմ են Հայաստանի եվրոպական զարգացմանը, ովքեր որ դեմ են Հայաստանի անկախությանը եւ ժողովրդավարությանը, նրանք չպետք է քաղաքականությունով զբաղվելու իրավունք ունենան։ Այդ դա անհեթեթ է, որ նրանք կան, իմիջիոլոց մի քանիսը բանտում, մի քանիսն էլ այդ ճանապարհին, դա էլ է հետաքրքիր, որ մարդիկ բանտում են, բայց քաղաքական հայտ են ներկայացնում։ Մեր ընտրությունների մասին օրենքը շատ վատն է, քաղաքական կուսակցությունների մասին օրենքը շատ վատն է, այդ քար եմ գցում արդարադատության նախարարության վրա եւ պետաիրավական հանձնաժողովի վրա մեծ քար։ Աժդահակը ոնց էր այն աժդահան մեծ քար է։ Խոշոր քար գցում եմ նրանց սեղանին, որտեղ նրանց գրասենյակը, պալատա, ինչի պետք է քրեական հանցագործները, որոնք քրեական հանցագործ են, նրանք ինչի պետք է իրավունք ունենան քաղաքականությանը միջամտելու։ Դուք ում նկատի ունեք։ Բոլոր նրանք այդ ում դեմ որ քրեական գործ կա, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Բայց դեռ դատանի վճիռներ չկան։ Չկա, գործը կա։ Դե հա, բայց շատ է լինում, որ գործը լինում է եւ հենց որ արդարացնեն, հենց որ կարդարացնեն, այսինքն չեղյալ համարեն դեռ անմեղության կանխավարկած չեք պահում դուք։ Քաղաքականության մեջ այդպիսի բան չկա։ Քաղաքականությունը բանավեճի մրցակցության բախման տեղ է։ Ձեզ էլի դատի կտա Սամվել Կարապետյանը։ Ես քանի անգամ եմ դատվել, էլի մի հատ էլ կդատվեմ էլի։ Ինչ են անելու ինձ։ Հենց դա էլ է հետաքրքիր հայկական պետության մեջ, անկախ պետության մեջ ազատ խոսքի համար, այդ բանավեճի համար մարդին դատի են տալիս։ Խայտարակություն է։ Պատկերացնում եք այսպես։ Դե վիրավորել եք ասում դրա համար։ Ոնց վիրավորել։ Որ մարդը քրեական վանի ենթարկված բանտում է գտնվում։ Ես ասում եմ բանտում է, ես չեմ ասում դատավճիռ ունի։ Ասում եմ մարդը բանտում է գտնվում։ Ասում եք հանցագործ է։ Բանտում միայն հանցագործներն են։ Լրագրողները տեսախցիկով են պատտվում, իսկ նրանք ձեռնաշղթաներով։ Մարդը բանտում է գտնվում։ Հիմա ինչ ասեմ սանատորիայում է։ Չէ, բայց պարզապես դա խափանման միջոց է։ Խափանման միջոցին ես ասում եմ բանտ։ Okay, շատ լավ։ Եվ ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը շանսեր ունի վերընտրվելու, իրենք շատ մեծ ակնկալիքներ ունեն
երկելով, ապարելով ուզում են 50+1-ից ավելի շատ քվեստ ստանալ։ Երկել բարելը ավելորդություն է, հարկավոր է չէ, հարկավոր է ոչ թե երկել բարելով, այլ հարկավոր է թևերը կշտելով անցնել գործի։ Այ դա պետք է մեզ ասեն, երկել բարելը դա վայելելու բան չի, դա ծանր աշխատանք է։ Հենց նոր ես հայհոյեցի, չէ, ասեցի, որ չեք անում գործ։ Հանցագործները պետության անկախության դեմ քվեարկած մարդիկ քաղաքական հանցագործներ են։ Պետության անկախության դեմ քվեարկել են։ Բայց ինչու պետք չէ։ Դա իմ գնահատականն է։ Չէ, այլ բան եմ հարցնում։ Ինչու պետք է նոր իշխանության չձգտել, հաշվի առնելով թե Փաշինյանի կառավարման տարիներին ինչ է եղել։ Ես ձեզ ինչ եմ ասում։ Եվ ձեր հետևորդներին, եթե մարդը հայկական պետության դեմ քվեարկել է, Երևան քաղաքում հրամայել են կրակել ցուցարարների վրա, ցուցարարները զոհվել են։ Ցուցարարները զոհվել են Երևանում, կրակել են մեր վրա։ Նրանք հիմա քաղաքական հայտ են ներկայացնում։ Դա կարծում եմ, որ իշխանության ոնց է կոչվում, հանցավոր թերացման հետևանք է, հանցավոր թերացում։ Բայց եթե գնան օրինական ճանապարհով բոլոր մեղավորներին պատժեն, բա Նիկոլ Փաշինյանը ինչպես կարողանա վերընտրվել, որովհետև նա ասում է ես չլինեմ, այս նախկինները կլինեն կգան, ձեզ կբռնեն, կծեծեն, կթալանեն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան ուզում եք ավարտվի, բոլոր մեղավորները հայտնվեն բանտում օրենքով պատասխան տան։ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում պետք է մրցակից ունենա իր նմաններին։ Հենց դա է լավը։ Նիկոլ Փաշինյանից ժառանգություն մնալու է դա, որ մաքրեց Հայաստանը ապա քաղաքական, քրեական, օլիգարխիկ։ Բայց չի ստացվում, որ նրան ձեռք է տալիս այդ ձեզ նշած օլիգարխիկ համակարգը, որ նա կարողանա նրանցով կրկին վերընտրվել։ Մենք ասում ենք երկարաժամկետ առումով Նիկոլ Փաշինյանը շահերից բխում է, որ ինքը Հայաստանը մաքրի քրեական տարերից քաղաքականությունում առնվազն օլիգարխներից մաքրի քաղաքականությունը։ Այդ դա իր շահերից է բխում։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը դրա համար է։ Մենք Նիկոլ Փաշինյանին դրա համար ենք ձայն տվել։ Մենք քաղաքացիները նկատի ունեմ այդ հեղափոխության ժամանակ աջակցել ենք խաբել իրեն ձայն տված քաղաքացիներին։ Չէ, մենք հիմա նախ հայտնի չի։ Ես հիմա ինչ որ ասում եմ, շատ հնարավոր է, որ ինքը անի։ Դե մենք հիմա հուշում ենք էլի։ Եթե դրական կարծիք չունենայինք, չէինք ասի։ Ինչ պետք է խոսեինք։ Մենք հույս ունենք, որ ինքը կանի։ Այսինքն, որ չկարողանա հետո ասել չեմ իմացել։ Այ հիմա մենք ասում ենք, որ տես, պարոն Փաշինյան, չես կարող ասել, որ չեմ իմացել։ Մենք ասում ենք, Հայաստանի Հանրապետությունը հարկավոր է մաքրել քրեական եւ օլիգարխիկ տարերից, հակապետական ուժերից հարկավոր է մաքրել Հայաստանը։ Պարոն Արշակյան, եկեղեցու շուրջ հիմա այլ նոր թեմա է բացվել, ասում են կաթողիկոսը ուղղափառ բառն է ավելացրել որոշ թեմերի անվան մեջ, օրինակ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի ուղղափառ բառն է մի խոսքով առաջ գրվել առաքելականի կողքին եւ նաեւ եվրոպական մի քանի թեմերում այդ ուղղափառ բառը ավելացվել եւ ասում են որ սա միաձուլման փորձ է ուղղափառ եկեղեցուն Ռուսաստանին հաճոյանալ ինչ որ բան, այս եկեղեցու կողմից հակադարձում կա, ասում է գնացեք, բացեք, կարդացեք հայ առաքելական եկեղեցին Քաղկեդոնի ժողովին չի միացել, պահել է իր ուղղափառությունը։ Այ ուղիղ հավատքի այդ իմաստով է այդ ուղղափառ բառը գրվում։ Դուք ինչ մեկնաբանություն ունեք, ճիշտ է, սա ավելի շատ մասնագետների մեկնաբանություն, բայց ամեն դեպքում այս մեր կյանքում է դա տեղի ունենում, ինչ եք հասկանում դուք այս բանավեճից։ Ես նախքան այդ բանավեճը, ես գիտեի, որ եկեղեցու մեր առաքելական սուրբ եկեղեցու անվան մեջ կա եւ ուղղափառ։ Իդեպ բոլորի մոտ կա ուղղափառ։ Եվ կաթոլիկներն են ուղղափառ, եւ օրթոդոքսներն դա էլ է ուղղափառ։ Մենք էլ ենք ուղղափառ։ Ես այդպես գիտեի, ինքս մասնագետ չեմ, զգուշությամբ եմ դա ասում, ես գիտեի, թե դա կա, երբեմն նաև օգտագործել եմ,
Բայց եթե չկա, ուրեմն լավ է որ մտցնում են ուղղափառ եւ կաթոլիկ։ Դրանք նույն բառերն են կարծեմ։ Մեկը լատիներեն է, մեկը օրթոդոքս եւ կաթոլիկ, դրանք կարծեմ նույնն է, մեկը հունարեն է, մեկը լատիներեն է։ Ես համաձայն եմ այդ էկումենիկությանը։ Ես համաձայն եմ որ քրիստոնեական եկեղեցիները միավորվեն։ Այդպիսի շարժում կա եւ մենք այդ ուղղությամբ Հռոմի պապերին հրավիրել ենք, գիտեք, չէ, նրանք էլ մեզ են հրավիրում Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Արգին այնտեղ։ Մենք ունենք նաեւ կաթոլիկ հայեր, մեր պատրիարքությունը, կաթոլիկ Կիլիկիայի հայկական թագավորությունը, կաթոլիկներ շատ էին։ Ես կողմ եմ միավորմանը։ Եթե միավորման համար է արվում, ես դա ողջունում եմ։ Իսկ եթե դա իսկապես մեր անվան մեջ կա, հա թող լինի։ Իսկ եթե դա քծնանք է, այդ դեպքում ես դրան դեմ եմ։ Եթե քծնում են օրթոդոքսներին։ Հիմա դուք ինչ եք կարծում, որ տարբերակն է։ Ես ասում եմ, ես դեռևս այս բոլոր բաները չկային, աղմուկը չկար։ Ես գիտեի, որ մենք ուղղափառ ենք։ Մեր եկեղեցու անվան մեջ դա կա։ Ես դա գիտեի այդպես։ Հիմա չեմ էլ ուզում ստուգել։ Ես կվստահեմ մասնագետներին, եթե ասեն, հա, չէ՞ բանալու այդ բաները կարդալ հաստատոր գրքեր են էլ գրափար։ Ես երկու կարծիք ունեմ, եթե դա քծնել է ուղղափառ եկեղեցուն, օրթոդոքս Կոստանդնուպոլսին են Հաճոյանում։ Դա պետք չի։ Դե ասում են Մոսկվային է փորձը։ Ահա, Մոսկվան ինչ, Մոսկվան ինքը չունի այդ բանդատը։ Հիմա Ստամբուլը ավելի կարևոր է։ Կոստանդնուպոլիսը։ Այնա Ուկրաինան անջատվեց։ Դու գիտեք, որ այդ թուղթը, որ թուղթը տալիս է Կոստանդնուպոլիսը։ Այնպես որ Մոսկվային ես չգիտեմ դեռ ինչ որ իրանք ինչ հաշիվներ ունեն քծնողական, ես չգիտեմ, դրան դեմ եմ քծնելուն, բայց միավորմանը կողմ եմ։ Եվ Նիկոլ Փաշինյանն ըստ էության չտապալեց եպիսկոպոսած ժողովը, երբ որ իրավապանները եպիսկոպոսներին երկրից դուրս գալու արգելք ներկայացրեցին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր որ խախտում են օրենքը Հայաստանի Հանրապետությունում, նրանց նկատմամբ հարկավոր է կիրառել օրենք։ Խոչընդոտներ են հարուցում։ Այդ խոչընդոտներ հարուցողների նկատմամբ հարկավոր է խիստ լինել, մանավանդ այդպիսի հարցերում։ Զուգահեռ իշխանություն են ձևավորում Հայաստանում։ Իբր այդ իշխանությունը շատ են կարողանում կարգի բերել, հիմա էլ երկրորդ իշխանություն են ձևավորում, իսկ մենք մեր ձևով ենք անում, հա։ Ես կարծում եմ, որ կրոնական կազմակերպության մասին օրենքով պետք է կասեցվի օրենք խախտող կրոնական կազմակերպության գործունեությունը, ես ես դրանց նկատի ունեմ։ Պետք է կասեցվի հայկական պետության մեջ օրենքները բարձր կարգավիճակ ունեն։ Ոչ ոք օրենքից վեր չի, ոչ ոք։ Հասարակական կազմակերպություն, քաղաքական կազմակերպություն, կրոնական կազմակերպություն լինի դա օրենքից վեր չեն։ Հայաստանի Հանրապետության օրենքը ամենաբարձրն է։ Ուրեմն օրենքի ուժով հարկավոր է կասեցնել օրինազանցների գործունեությունը եւ վերագրանցել համապատասխանեցնել մեր օրենքներին։ Օրինակ Քոչարյանը դժգոհ է կաթողիկոսից, ասում է ես ավելի կտրուկ գործողությունների կդիմեի իր դեմ դուրս եկած Ճիշտ ասում է, կրակ էր ինքը, կրակել է մեր վրա։ Էլ ինչ անի։ Ճիշտ է ասում ինքը իր մասին է ասում, այո կկրակ էր։ Այդ տերտերները պատկերացնում է գրանատամյոտները վերցնեին, սկսեին կրակել հավատացյալների վրա։ Դեն անում են էլի փորձում են, չէ՞, այդ սրբազան կռիվեր ինչ էր, հիբրիդային կռիվը։ Չէ, ասում են եպիսկոպոսները, որ կաթողիկոսի դեմ են դուրս եկել։ Նրանց նկատմամբ ասում է Ճիշտ ասում են, խփեր ինքը, վարել է մարդը։ Կոչոյանին խփեր։ Ո՞չ, ինչ համար ինչ նշանակություն ունի։ Ալիև չլինի մնացած ինքը մի բան ունի, Ալիևին չի կարելի մնացած ինքը խփի։ Այդ չենք տեսել ոնց էր Ալիևին ժպտում խոնարհում։
հին բաներ։ Բայց չի հաղթել Ալիևին։ Դրա համար էլ խոնարհվում է։ Ալիևի կադրն ոնց հաղթի նրան։ Ալիևը Ղարաբաղյան պատերազմում։ դրանից առաջ էլ Ղարաբաղյան պատերազմում դե թող հիմա էլ հաղթի։ Ինքն է հաղթել։ Մենք բոլորը մեր ազգն է կռվել հաղթել։ Դե որ ինքն է հիմա վեր կաց գնա հետ վերցրու։ Բայց իրեն հիմա հաղթանակած նախագահ են ներկա։ Այդ ով ասում, այդ ինքն է ասում, հա։ Փողը տալիս ասում են ասա։ Բանեն փու ճակատին հակապցնում ասողների ասում ասեք իմ մասին։ Մենք իրեն կյանքը դու ես վերցնող Ղարաբաղը ազատագրել, գնա հեն Ղարաբաղը ազատագրի։ Բայց լծակ չունի, հիմա ոնց Բա լծակ էլ տանք։ Բա մենակով է գնալու ազատագրի։ Դե ուրեմն մենակով չթողել լծակները վերցնի գնա։ Բայց ժամանակ ոնց արել, այսինքն ուրեմն ինքը չի արել, լծակներն են արել։ Լծակներն են իրան տարել։ Դե չէ, դե եթե օրինակ տեսականորեն որ այս հարցը քննարկենք, ինչ ունենաս հրաման տալու օրենքով լիազորություն, ինչ լինես պաշտոնաթող նախագահ։ Օրենքը տանք Արցախը բերենք դնենք առաջ ինքն էլ ասի, ահա տեսեք Արցախի։ Թող ինքը կազմակերպի։ Եթե ինքն է կազմակերպել։ Ես գիտեմ որ ինքը չի։ Բոլորս էլ գիտենք որ ինքը չի, այդ չի ինքը։ Անակ լավ, երբ որ Քոչարյանն ասում է պետք է կտրուկ լինել, հա, այդ Ինքն իր մասին է ասում։ Ինքն այո, ինքը կտրուկ չէ, անողոք։ Անողոք բառնա, կտրուկ օրնա։ Ինքը անողոք է եղել։ Երևան քաղաքում իր հրամանով կրակել են մեր վրա։ Սահմանադրական դատարանն էլ ասել է իրավունք ուներ։ Հարկորը ծրել է սահմանադրական դատարանը։ Ոնց թե իրավունք ուներ։ Ինքը մեղավոր չէր, գերագույն գլխավոր հրամանատարը, գերագույն հրամանագլխավոր չի։ Ամենապատասխանատու մարդը պարզվում որ անպատասխանատու էր։ Մայրաքաղաքում մարդասպանություն է գնում զանգվածային, սահմանադրական դատարանն ասում է մեղավոր չի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության սահմանադրական դատարանը։ Նիկոլ Փաշինյանին ենք ասում, հոյ ձեզ չեմ ասում։ Նիկոլ Փաշինյանն եմ ասում։ Ոնց եղավ։ Այդ սահմանად փակեք։ Մենք գալիս ենք նույն արդեն արդյոք չի ստացվում որ Նիկոլ Փաշինյանին պետք է Քոչարյանը միշտ լինի նման գործընթացների մեջ, որ դիվիդենդներ ունեն։ Համոզեցիք պետք է։ Չէ, դա ես չեմ համոզում։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասում, որ այս ընդդիմությունը ինձ համար նվեր է։ Դա նվերը գիտեք դանայական։ Իսկ դուք ասում եք դատի այդ նվերից հարկավոր է հրաժարվել։ Նվերներ կան, որից պետք է հրաժարվել։ Այնինքն պետք է հրաժարվի։ Բայց գուցե այդ նվերից հրաժարվելը լինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայի խորտակման պատճառ։ Թող պայքարի նախ եթե ինքը այդպիսի բան անի, իր վարկանիշը շատ կբարձրանա։ Մենք այն ժամանակ էլ պետք է ասենք այ շատ բարձրացավ։ Ճահել էլա 50 տարեկան ադամի 20 տարի կմնա։ Դա սխալ է որ բայց արդյոք գործընկերը ինքը ճանաչում Ռոբերտ Քոչարյանին Նրանց չի կարելի գործընկեր լինել։ Այդ դա եմ ես ասում, որ չի կարելի այդպիսի գործընկեր ունենալ։ Դա լուրջ է։ Դա մեծ բիծ է իր կենսագրության մեջ։ Հիմա նա երրորդ անգամ է ուզում առաջադրվել, արդյոք չի գնում հետխորհրդային պետությունների այն ղեկավարների ճանապարհը չի սկսում բռնել, որոնք անկախությունից ի վեր եկել են ղեկավարի պաշտոնին ու չեն գնում։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եթե երրորդ կամ 30 անգամ Հայաստանի քաղաքացիները ազատ մրցակցային թափանցիկ ընտրություններում ընտրում են որևէ մեկին, մենք ասելու բան չունենք։ Դե նա Վլադիմիր Պուտինը 90%-ով ընտրվում է։ Նա բռնապետ է, արյուն արբու բռնապետ, արյան ծովի մեջ է նա։ Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում այսօր էլ։ Նա համեմատելի չէ։ Նա ուրիշների հետ պետք է համատեք։ Ընդ Ստալին բան կան էլի։ Չէ, բայց դա նաև քաղաքական պատասխանատվության հարց չէ, նաև որ այլ թիմից այլ գործիչների էլ հնարավորություն տալ։ Չէ, ուրեմն մրցակցություն պետք է լինի։ Եթե թիմում կան մրցակիցներ, ծրագրեր ունեն, ավելի լավ, ուրեմն թիմում դա կընտրվի։ Ոքի ծերո ասած ժողովրդավար Հայաստանում բոլոր քպականներն իրենց սենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարն են փակ ծրել։ Էլ ինչ մրցակցության մասին կարող է խոսք գնալ, ՔՊ-ում ինչ մրցակցություն կարող է լինել, երբ որ կուսակցության անդամներից միայն մեկի նկարն է դրած, գոնե խմբակային նկարվեն, փակցնեն։ Խմբակային չէ։
բանը պետք է մարդահամարի տվյալները վերցնեն, թե ինքան 600,000, 800,000 հոգի, ով որ քվեարկել է դրանց նկարներն էլ հարկավոր է կպցնել։ Ես դա եմ ասում էլի, եթե ժողովրդավարական բաներով է կուսակցությունը ղեկավարվում, ուրեմն իրենց մեջից ում որ իրենք ընտրում են, դա իրենց գործն է։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ, արդար, տեսեք մրցակցային ընտրությունների ժամանակ ընտրում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է լինի։ Ես անձամբ կողմ եմ, որ սահմանափակվի, ասենք 2 անգամից ոչ ավել։ Ես ինքս այդպես եմ մտածում, որ բոլոր պաշտոնյաները 10 տարի ասենք մաքսիմում, առավելագույնը 10 տարի հետո մարդը պետք է գնա հանգստի։ Դա հոգնեցնող է, հետո հնացող։ Բոլոր ծրագրերը հնանում են, ճիշտ այնպես ինչպես մարդը ծերանում է։ Ես կարծում եմ, որ ճիշտը սահմանափակելն է, բայց քանի դեռ օրենքը այդպեսին է ու վատն է օրենքը մեր օրենքը վատն է, լավը չի։ Ուրեմն թող այդպես լինի։ Ես կողմ եմ, որ օրենքը փոխվի, սահմանադրությունը փոխվի, ընտրությունների մասին օրենքը փոխվի, կուսակցությունների մասին օրենքը փոխվի, ռոտացիա ապահովի, թարմացնի անընդհատ, մրցակցություն լինի, թափանցիկություն։ Ես դրա կողմնակիցն եմ։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։